Երևանի մի շարք հավատացյալներ դիմել են Վեհափար Հայրապետին իրենց ծանր մտահոգություններով, նամակում մասնավորապես ասվում է. «Մենք Քրիստոսահիմն հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակներս մտահոգված ենք վերջին ժամանակներում տեղի ունեցող եկեղեցահալած իրադարձություններով, քանի որ հայտնի Տիրադավ եպիսկոպոսներն ինչ-ինչ հանգամանքներում իրենց շարքերը համալրել են թույլ ու կամազուր քահանաներով, ովքեր ապստամբելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգի դեմ ուրանալու հետևանքով իրենց արդեն դուրս են դրել հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, դառնալով բազում հավատացյալների գայթակղության պատճառ։ Մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ հավատացյալներս չենք կարող մասնակցել նման Տիրադավ հոգևորականների կողմից մատուցված պատարակներին կամ որևէ այլ ծիսակատարությունների։ Վեհափար Հայր որդիական խոնարհումով աղաչում են կարգալույծ անել բոլոր այն հոգևորականներին, ովքեր նպաստում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու պառակտմանը, հերձվածի առաջացմանը եւ չար ուժերի ծրագրին, քանդել ու պղծել Քրիստոսի եկեղեցին», ասված է նամակում։ Բուժօգնություն է ցուցաբերվել Արցախից Հայաստան վերադարձած քաղաքացիներին, այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Բժիշկներից կազմված մեր բրիգադը անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխված մեր 11 հայրենակիցներին դիմավորելու։ Այս պահին բոլորն անցել են բուժձնում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոնում լրացուցիչ հետազոտության։ Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է, ասել է Ավանեսյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Վաշինգտոնին արժե փորձության ենթարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին եւ փորձել նրանց ներգրավել Մեքսիկայի հետ սահմանը անօրինական միգրանտներից պաշտպանելու գործում։ Հնարավոր է մեզ պետք է ՆԱՏՕ-ին փորձության ենթարկել, կիրառել 5-րդ հոդվածը եւ ստիպել ՆԱՏՕ-ին գալ ու պաշտպանել մեր հարավային սահմանը անօրինական ներգաղթյալների ներխուժումից, այդպիսով ազատելով մեծ թվով սահմանապահների այլ խնդիրներ կատարելու համար, հայտնել է Թրամփը։ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը նախատեսում է հավաքական պատասխան զինված հարձակման դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքի մեկ կամ մի քանի անդամ պետությունների նկատմամբ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պետք է ձգտի հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնել, քանի որ իրավիճակը Ուկրաինայի ժողովրդի համար ծանր է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Զելենսկու հետ իր հանդիպումը համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Դավոսում, ամերիկացի առաջնորդը նշել է. «Նա եկավ եւ ասաց, որ ցանկանում է գործար կնքել։ Կարծում եմ, Զելենսկին պետք է ցանկանա գործար կնքել։ Կիևի եւ Ուկրաինայի ժողովրդի համար իրավիճակը բավականին ծանր է», ընդգծել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նաև ուշադրություն է դարձել այն հանգամանքին, որ Զելենսկու հետ որոշ պայմանավորվածություններ իր մոտ փաստացիորեն արդեն մի քանի անգամ ձախողվել են։ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրությունը գրանցեց ընդամենը 0.5% աճ, լինելով ամենացածր ցուցանիշը ԵԱՏՄ երկրներում։ Այս նվազագույն աճը փաստացի նշանակում է ոլորտի ստագնացիա առանց տեսանելի դինամիկայի, որը կարող է ազդել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների վրա։ Հայաստանի արդյունաբերության հիմնական հատվածները սննդի, մետալուրգիայի, ծխախոտի եւ ալկոհոլային արտադրանքը պատմականորեն ուղղված են արտահանմանը եւ հիմնականում աշխատում են Ռուսաստանի եւ այլ ԵԱՏՄ գործընկերների շուկաներում։ Սակայն վերջին տարիների ներքին եւ արտաքին ճգնաժամերը թույլ չեն տվել ոլորտին վերականգնել արտադրական հնարավորությունները եւ ընդլայնել համագործակցության շրջանակները։ Արդյունաբերությունը միայն արտադրություն չէ, այն ապահովում է աշխատատեղեր, ներդրումներ սարքավորումների եւ տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ երկարաժամկետ առևտրային պայմանագրեր, մասնավորապես Ռուսաստանի հետ։ 2021-ից 2024 թվականներին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 5 անգամ, սակայն ներկայիս տնտեսական անորոշությունը եւ քաղաքական լարվածությունը ստիպում են գործարարներին նվազեցնել ռիսկերը եւ որոնել դիվերսիֆիկացիայի ուղիներ։ Ներկայիս վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն հետ է մնում ԵԱՏՄ արդյունաբերական աճից, այլև դժվարանում է ինտեգրվել տարածաշրջանային արտադրական շղթաներին եւ ստեղծել նոր արտադրական ակտիվներ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
Հայաստանը անդրադառնալով այս խնդրին արձանագրում է. Հայաստանը ԵԱՏՄ շուկայի հետ իր առևտրային կապերը հիմնականում կառուցել է վերարտահանման մեխանիզմի վրա, մինչդեռ երկարաժամկետ եւ կայուն տնտեսական աճի համար անհրաժեշտ են իրատեսական պետական քաղաքականություն, հարկային խթաններ եւ ներդրումներ ներգրավող միջավայր։ ԵԱՏՄ շուկայի հետ հիմնականում մեր այս կապը էլի նույն այդ գործոնով ա եղել, այդ ինտենսիվացումը, այսինքն վերարտահանում դեպի Ռուսաստան ԵԱՏՄ շուկա վերարտահանումն է, այսինքն մենք միշտ ասում ենք փոխանակ լավ հնարավորություն կա դեպի օրինակ ռուսական շուկա սեփական արտադրանքը արտադրելու եւ արտահանելու, այդ ճանապարհով չգնացին, հիմնականում վերարտահանումը տարբեր երկրներից ապրանքներ ներմուծում եւ վերարտահանում էինք այս վերջի տարիներին եւ դրանով բարձր վերարտահանումով պայմանավորված արտահանման աճ ունեցանք, նաեւ հակառակ ուղղությամբ ռուսական ապրանքները դեպի այլ երրորդ երկրի շուկաներ արտահանելու այս տարբերակով։ Սա իրականում նորից եմ ասում երկու կարևոր պատճառ ունի, որ նախ արկա հնարավորություն իրական չի գնահատվել եւ նաեւ մենք չենք ունեցել համապատասխան պետական քաղաքականություն եւ երկրորդը նաեւ այսինքն սա պետական աջակցության գործիքների մասին է, իրականում կան որոշ գործիքներ, որոնք արդյունավետ չեն եղել, իսկ երկրորդ հարկային քաղաքականությունը, ներքին արդյունաբերությանը խթանող հարկային քաղաքականություն եւս չունենք եւ վերջապես երրորդ կարևոր հարցը արդյունաբերությունը աճելու համար պետք է ներդրումներ։ Իսկ այս իշխանության օրոք, երբ որ այսքան բարձր նաև քաղաքական եւ այլ ռիսկեր կան, դժվար է պատկերացնել ներդրումները։ Մինչև այդ կոവിഡ്ի տապալումներ, հետո պատերազմը իր բոլոր հետևանքներով դրանից հետո էլ քաղաքական, այսպես ասենք, տերորը, քաղաքական իրենց շահից դրդված տարբեր տնտեսվարողների նկատմամբ մենք տեսնում ենք, ասենք, նաև հիմա ինչա կատարվում օտարերկրյա ներդրումների իմաստով։ Եվ այս խլելու կոշտ միջամտության հարցերը եւս բարձրացնում ներդրումային ռիսկը։ Իսկ եթե չկա բավարար ներդրում, բնականաբար չի լինի նաև կայուն աճ։ Մասնագետների գնահատմամբ առանց նպատակային տնտեսական քաղաքականության եւ արդյունաբերությանը աջակցող միջոցառումների երկիրը կարող է շարունակել զիջել իր դիրքերը եւ տեսանելի ապագայում կորցնել տնտեսական առաջատարությունը տարածաշրջանում։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայում հիմնականում կենտրոնացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման վրա, առանց դրանք խորացնելու կամ արդյունաբերական համագործակցությունը զարգացնելու։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչպես ռուսական փորձագետներն են ասում եւ Ռուսաստանի պետական գործիչները եւ բացի դրանից էլ արդեն տեսանելի է հետեւյալն է Ռուսաստանի հետ կապված եւ ԵԱՏՄ-ի հետ կապված տնտեսական կապերը պահպանում են այնքանով որքանով խիստ անհրաժեշտ են Հայաստանին առանց զարգացնելու խորացնելու, բայց արտաքին քաղաքականությունը կամած թեքում են դեպի որոշ դեպքերում ոչ կամած թեքում են դեպի արևմուտք եւ ավելորդ նախաձեռնություն, ավելորդ ինտեգրացիոն գործընթացներ կոնկրետ ձեռնշած ոլորտով արդյունաբերության կոոպերացիա եւ այլն չեն անում, որովհետեւ արդյունաբերական կոոպերացիան դա նշանակում է, որ ձեռնարկություններ աշխատելու են նաեւ Հայաստանում, այսինքն ընդունենք Հայաստանում X ձեռնարկությունը կոոպերացիայի մեջ է մտում Ռուսաստանի ինչ-որ Կրասնոդարի, խոսքը օրինակ Տուլայի կամ ինչ-որ Սարատովի մարզի Y ձեռնարկության հետ, սա սկսում է աշխատել արտադրանք տալ, արտադրանք գալ եւ փաստացի հասարակության գիտակցության մեջ կարող ամրապնդվում է եւ կամրապնդվի այն դիրքորոշումը, որ իրենք աշխատանք ունեն շնորհիվ Ռուսաստանի, ինչը Հայաստանում կբերի ռուսամետ ընտրազանգվածի ավելացմանը, որի արդյունքը կլինի ապագա ընտրություններում ռուսամետ, հնարավոր է որ լինի, շատ հավանական է որ լինի ռուսամետ ուժի խիստ ներկայացվածությունը ազգային ժողովում, ինչը հակասում է իշխանությունների կողմից որտեղ գրված քաղաքականությանը, որովհետև բավականին ուժեղ ռուսամետ ուժը թույլ չի տա ընդունել, ասենք, Եվրոմիության հետ ինտեգրվելու օրենք կամ ինչ-որ նորմատիվ իրավական փոփոխություններ իրականացնել տնտեսության մեջ, որը միտված է դեպի Եվրոմիություն ամրապնդելուն։ Դրա համար առաջին քաղաքականապես դա չի կատարվում, երկրորդ դրա համար երկրորդ պատճառը անգամ եթե ցանկանաս չես կարող, որովհետև դրա համար պետք է բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ, իսկ կառավարությունում ով որ պրոֆեսիոնալ է բոլորը դուրս են այս ընթացքում հեռացվել են
համակարգից եւ բերվել ընդամենը ծանոթ բարեկամ խնամիով ԿՊ-ական, որոնք եկել են պրեմիա ստանալով, չունենալով համապատասխան գիտելիքներ։ Այս առաջին պատճառը քաղաքական պատճառը, երկրորդ պատճառը դա տակտիկական պատճառն է։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին 2026 թվականի հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույց հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի դեմ։ Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը, այդ թվում բնակարանի բանալիները, վտարելով Ստեփան Ասատրյանին իր հետ բնակվող անձանց նշված բնակարանից։ Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Հովանավան գյուղի Հովանավանքի եկեղեցին, արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովանավանքի եկեղեցու Սուրբ խորան, ավանդատուն եւ ատյան։ Բացի այդ պահանջվում է բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Եկեղեցու շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը։ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ՍԱ-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացմանը։ Կոնցեսիոները Կորպորասիոն Ամերիկա ՍԱ ընկերությունը մինչև 2033 թվականը կկատարի 425 միլիոն դոլարի կապիտալ ներդրումներ կառավարության հետ համաձայնեցված մաստեր պլանի եւ ներդրումային ծրագրի համաձայն։ Նոր կոնցեսիոն պայմանագիրը, որը բավականին երկար բանակցվել է, շատ ավելի նպաստավոր պայմաններ է ապահովում Հայաստանի Հանրապետության համար։ Մասնավորապես արմատապես վերանայվում է ուղևորահոսքերի նվազման պարագայում տրվելիք փոխհատուցումների մեխանիզմները, երաշխավորված ԻՌՌ-ի եւ վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում։ Վերացվում են նաեւ Սյունիք օդանավակայանի վերաբերյալ սահմանափակումները, որը նախատեսվում է դարձնել միջազգային օդանավակայան։ Ըստ կառավարության ընդունված որոշման արդյունքում ունենալու ենք Հայաստանի միջազգային օդանավակայանների թողունակության զգալի ընդլայնում, ենթակառուցվածքների բարելավում եւ սպասարկման որակի բարձրացում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամփոփել է Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքները, այն բնութագրելով որպես արդյունավետ եւ բովանդակային։ Արդյունավետ եւ բովանդակային հանդիպում եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շնորհակալություն հայտնեցի հակաօդային պաշտպանության համար նախկինում տրամադրված հրթիռային փաթեթի համար եւ դիմեցի լրացուցիչ օգնության խնդրանքով, հայտնել է նախագահը։ Նախագահներ Զելենսկու եւ Թրամփի բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 22-ին Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում եւ տևել են մոտ 1 ժամ։ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան կառաջարկեն Ռուսաստանին դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա փոխադարձ հարձակումները։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը, հողում անելով աղբյուրներին։ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան քննարկել են Ռուսաստանին մասնակի հրադադար առաջարկելու հնարավորությունը, որի համաձայն Մոսկվան կդադարեցնի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Կիևի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների եւ լցանավերի վրա հարձակումները դադարեցնելու դիմաց, հայտնել է թերթը։ Այնուամենայնիվ, պարբերականի աղբյուրներից մեկի փոխանցմամբ Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարի շուրջ բանակցությունները դեռևս էական առաջընթաց չեն գրանցել։ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումից վերադառնում են Կիև հոբ համակարգերի նոր փաթեթի վերաբերյալ համաձայնություններով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Դավոս, աջակցություն Ուկրաինային, հոբ Ուկրաինային, հանդիպումներ Ուկրաինայի համար։ Մենք տուն ենք վերադառնում մեր ժողովրդին պաշտպանելու համար անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգերի նոր փաթեթի վերաբերյալ համաձայնություններով, հայտնել է նախագահը։ Մեզ պետք է նոր իշխանություն, նոր ընդդիմություն, նոր շունչ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Արդար Հայաստան կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալիք ընտրություններին։ Նա նշել է, թե որ պարագայում ժողովուրդը կհամախմբվի։ Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, շատ բան կախված կլինի ճիշտ վարչապետի տեխնացու առաջադրելուց, թե ում կհաջողվի կոնսոլիդացնել մեր հանրությանը, որտեղ մեր ժողովուրդը ցավոք սրտի երրորդ հանրապետության քաղաքական պատմության ընթացքում գնացել է մշտապես անձերի հետևից։ Գաղափարները երկրորդվել են։ Ճիշտ տեխնացուի դեպքում հնարավոր է կոնսոլիդացիա,
ճիշտ տեխնացուի դեպքում հնարավոր է ձևավորել այնպիսի համաժողովրդական միջավայր, որը կարող է հաջողություն արձանագրել։ Գոնե ես գտնում եմ հետևյալը. Հայաստանի նոր շունչ է անհրաժեշտ, Հայաստանի նոր իշխանություն է անհրաժեշտ, Հայաստանի նոր ընդդիմություն է անհրաժեշտ, օբյեկտիվորեն գործող քաղաքական համակարգը սպառել է իրեն, գործող քաղաքական համակարգը այլևս որևէ նոր օրակարգ հանրությանը ներկայացնելու ռազմավարական պոտենցիալ ռեսուրս չունի։ Մենք գտնվում ենք փակուղու մեջ եւ այդ փակուղուց դուրս գալու միակ ելքը որակապես նոր իշխանություն ընդդիմություն ձևավորելն է։ Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան, այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Ծիրելի հայրենակիցներ, տեղեկացնում են, որ Ադրբեջանի Հանրապետությունում մինչ այժմ բնակվող 10 հայերը եւ ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, նշել է Արսեն Թորոսյանը։ Հունվարի 23-ին կայացած արտահերթ նիստում Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 65 падգամավոր դեմ 2-ը։ Խորհրդարանական ընդդիմության մի մասը, մասնավորապես Հայաստան դաշինքը, բոյկոտել է ազգային ժողովի արտահերթ նիստը, մինչդեռ պատիվ ունեմ խմբակցությունը, որի միջուկը կազմված է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներից, մնացել է դահլիճում եւ մասնակցել քվեարկությանը։ Եվրոպան ցանկանում է շարունակել պատերազմը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Եվրոպայի հիմնական երկրները ցանկանում են, որ պատերազմը Ուկրաինայում շարունակվի։ Բրյուսելը խաղաղություն չի ցանկանում, առնվազն Ուկրաինայում, եւ հենց սա է խնդիրը, ասել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով Եվրոպան անում է ամեն ինչ պատերազմի շարունակությունը պահպանելու համար։ Հունգարիայի առաջնորդը բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Եվրամիությանը ուկրաինական կարգավորման վերաբերյալ դիրքորոշման համար։ Բուդապեշտը նաև հրաժարվում է մասնակցել ուկրաինական իշխանությունների ֆինանսավորմանն ու զինմանը, համարելով, որ դա միայն նպաստում է հակամարտության երկարաձգմանը։ Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կառավարությունը արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից, մինչդեռ դա տնտեսական աջակցության ըստ էության ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեղեկացրել 2018 թվականի մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերությունների, նշել է վարչապետը։ Երևանի քաղաքապետը Վճռաբեդ Բողոք է ներկայացրել կարմիր գծերի թանկացման գործով, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից։ Ավելի վաղ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել էր Երևանի ավականու բողոքը, վերահաստատելով, որ ավտոկայանատեղիների սակագների բարձրացումը ոչ իրավաչափ է։ Վարչական դատարանը մասամբ բավարարել էր Մայր Հայաստան խմբակցության դիմումը, ոչ իրավաչափ ճանաչելով Երևանի ավականու 2025 թվականի տեղական վճարների որոշման մի մասը, մասնավորապես ավտոկայանատեղիների գների բարձրացման վերաբերյալ կետերը։ Երևանի ավականին այդ որոշման դեմ բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, սակայն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել էր բողոքը եւ ուժի մեջ թողել առաջին ատյանի դատական ակտը։ Իսրայելի զինված ուժերը ավարտել են Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածի նախապատրաստական աշխատանքները եւ հարձակումը կարող է իրականացվել ցանկացած պահի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Times of Israel-ը։ Թերթը նշում է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի տեղակայումը շուտով կավարտվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է ջնջել Իրանին քարտեզից, եթե իր հետ ինչ-որ բան պատահի։ Նա այս հայտարարությունն արել է ի պատասխան Իրանի իշխանությունների սպառնալիքների։ Էներգիայի ոլորտում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել նախապես պատրաստել սննդամթերքի պաշար եւ տագնապի ճամփրուկ։ Նախարարությունը կոչ է արել ուկրաինացիներին ունենալ խմելու ջրի, չփչացող սննդամթերքի եւ անհրաժեշտ դեղորայքի պաշար, առնվազն 3-5 օրվա համար։ Նրանց նաեւ խնդրել են հավաքել տագնապի ճամփրուկ։ Այն պետք է պարունակի փաստաթղթեր, տաք հագուստ, առաջին բուժօգնության պարագաներ, կանխիկ գումար, ջեռուցման եւ անձնական հիգիենայի պարագաներ։
Քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել ստուգել պահեստային էներգիայի աղբյուրների լիցքը, իրենց տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը եւ վառելիքի արկայությունը։ Ավելին, առաջարկությունների համաձայն ուկրաինացիներին կոչ է արվել չմոռանալ ընտանի կենդանիների մասին, որոնց համար նրանք պետք է նախապես պատրաստեն սննդի պաշար։ Ներքին գործերի նախարարությունը շեշտել է, որ էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման անջատումների դեպքում քաղաքացիները պետք է հետևեն տանջեռուցման հիմնական կանոններին, մնալ մեկ սենյակում, ցանկալի է ամենափոքրում եւ տաք հագնվել։ Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին Դավոսում կայացած մամուլի ասուլիսում։ Պատերազմի ավարտի վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են, եւ Ռուսաստանը նույնպես պետք է պատրաստ լինի, ասել է նախագահը։ Դավոսում Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որը նախատեսված է հունվարի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը 6 ամիս։ Նման ժամանակահատվածներում երկիրը ինչպես միշտ բաժանվում է ճամբարների, գործող իշխանության աջակիցների եւ քննադատների։ Յուրաքանչյուր կողմ ներկայացնում է ապագայի իր տեսլականը, այսպես ասած, իր ճիշտ ճանապարհը։ Սակայն քաղաքական աղմուկի մեջ հաճախ կորչում է ամենահիմնական հարցը, իսկ ընդհանրապես որ ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը։ Վերջին տարիներին հանրային դիսկուրսում հաճախ ենք լսում եվրոպական ինտեգրման, արևմտյան չափանիշների եւ արժեքների մասին խոստումներ ու ակնկալիքներ։ Այդ ձգտումը ինքնին հասկանալի եւ արդարացված է նորմերի, ինստիտուտների եւ բարձր ստանդարտների պետք է ձգտել ցանկացած հասարակությունում։ Սակայն պետության զարգացումը չի կարող կառուցվել միայն ցանկությունների վրա, տնտեսությունը պահանջում է սթափ հաշվարկ եւ իրատեսական մոտեցում։ Այս առումով Ռուսաստանը Հայաստանի համար պարզապես հարևան երկիր չէ, այն մեր ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 40%-ն է, ԵԱՏՄ-ի շրջանակում ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկայի հասանելիություն ներդրումների աղբյուր եւ հազարավոր աշխատատեղեր։ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տվել է ոչ միայն շուկա, այն դարձել է անվտանգության բարձիկ տարածաշրջանային կայունության պայմաններում, թույլ տալով տնտեսությանը ջրի վրա մնալ բարդ տարիներին։ Տնտեսագետների գնահատմամբ 2026 թվականին հնարավոր է ՀՆԱ-ի 5-ից 6% աճ պայմանով, որ ինտեգրացիոն քաղաքականությունը պահպանվի հետևողական եւ կայուն։ Թվերը կարող են չթվալ տպավորիչ, սակայն սա իրական աճ է, որի վրա կարելի է կառուցել երկարաժամկետ զարգացում, ներգրավել ներդրումներ եւ ստեղծել նոր աշխատատեղեր։ Սա չի նշանակում հրաժարում արևմտյան արժեքներից կամ ինքնամեկուսացում, սա նշանակում է տնտեսական տրամաբանության ընտրություն քաղաքական կարգախոսների փոխարեն։ Քաղաքական գործիչ ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանը Եվրոմեդիայի հետ զրույցում ընդգծում է ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև ընտրության թեման ինքնին աբսուրդային է, քանի որ այն նախ եւ առաջ անհեռանկարային է։ Տեսեք, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրությունը, ինքը ինքնին աբսուրդային է, որովհետեւ ինքը առաջին հերթին անհեռանկար է, քանզի Եվրոպան երբեք թույլ չի տա այլ խաղացողի, մտնել եվրոպական շուկա։ Օրինակը Ուկրաինան է եւ Մոլդովան մեր աչքի առջեւ է, երբ պատկերացրեք Ուկրաինան Եվրոպայից ստանում է զենք, զինամթերք, գումարներ, որ պատերազմվարի, բայց եվրոպական շուկա ուկրաինական ապրանքները չեն մտնում, իսկ եվրոպական ապրանքները դեպի Ուկրաինա արտահանվում են բոլոր Եվրոպայի կողմից սահմանային բոլոր տուրքերով։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եվրոպական շուկան փակ եղել է, կա եւ կմնա այն պետությունների համար, որոնք Եվրոպան չի դիտարկում որպես Եվրոպայի մաս։ Խոսքը չի գնում հայտարարությունների մասին, լոկ հայտարարությունների, որ վայ մենք Եվրոպա, օրինակ Եվրոպան է մեզ ասում, դուք եվրոպական երկիր եք, եկեք դեպի մեզ եւ ամեն ինչ լավ կլինի։ Ոչ, դրա մեջ չի խնդիրը։ Խնդիրը հենց անմիջապես իրականում գործնականում գործընթացների ձեռնատու լինելն է Հայաստանի։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ-ն Հայաստանին հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել էքսպորտը եւ իմպորտը հայկական ապրանքի, այլ նաեւ տալիս է հնարավորություն օրինակ ծորենը կամ նավթամթերքները գնել ԵԱՏՄ շուկայում ձևավորված գներով, այսինքն ներքին գներով Ռուսաստանի, Ղազախստանի եւ այլն։ Այդ կարգի պրեֆերենցիաները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տնտեսության ուղղակի գոյատևման ամենակարևոր բաղադրիչը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ նկատում է տնտեսության կառուցվածքն է որոշում, թե որ ինտեգրացիոն մոդելն է պետության համար իրատեսական եւ կենսունակ։
տնտեսական կառուցվածքն է որոշում, որ ինտեգրացիոն մոդելը պետք է դրես։ Եթե քո շուկան կողմնորոշված է դեպի եվրասիական շուկան կամ Ռուսաստանը, ավելի բարձ լինենք, այս պարագայում արկածախնդրություն կլինի, եթե դու փորձես ԵՄ անդամակցությունը սարքել գերնպատակ։ Մի քանի պատճառով, նախ արդեն առաջինը ասեցի։ Ուրեմն քո տնտեսությունը կողմնորոշված է դեպի ռուսական շուկան։ Երկրորդը, Եվրամիությունը քեզ որևէ մեկը չի սպասում։ Երրորդը, քո ապրանքները ծառայությունները չունեն եվրոպական չափանիշներին համապատասխան ստանդարտիզացիա, հետևաբար այդ մասի խոսելը նույնիսկ անիմաստ է։ Մի մասնավոր օրինակ բերեմ։ Օրինակ մեր կոնյակը չեն ընդունում եվրոպական շուկայում, պահանջ են դնում, որ բրենդի անունը փոխենք, գիտեք։ Հիմա մնացածը ասեմ։ Կարելի է Եվրամիության չափանիշներին ձգտել առանց ստրատեգիական կողմնորոշումը երկրի փոխելու եւ առանց ԵՄ-ին անդամակցության մասին օրենք ընդունելու։ Այսինքն չափանիշները համապատասխանեցու եվրոպական չափանիշներին, բայց պրակտիկ առումով վտանգի տակ մի իրեն ինտեգրացիոն նախագիծը, որի մեջ գտնվում ես։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել այն երկրները, որոնք կարողանում են ճիշտ օգտագործել իրենց աշխարհաքաղաքական դիրքը, ճգնաժամերից դուրս են գալիս ավելի ուժեղ։ Ընտրությունները հնարավորություն են սահմանելու ճիշտ ուղղությունը։ Հարցն այն է, պատրաստ ենք ընտրել ոչ ամենագեղեցիկ, բայց ամենաաշխատող ճանապարհը։ Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից հետո, որտեղ նա քննադատել է Եվրոպային, The Economist-ի նոր համարի շապիկին նա պատկերված էր մինչև գոտկատեղը մերկ եւ նստած սպիտակ արջի վրա։ Անցած տասնամյակներում ամերիկյան պաշտպանությունը գնահատում էր եվրոպացիներին։ Կոշտուժի կիրառմանը դիմակայելու փոխարեն նրանք կենտրոնացան լավ կյանքի վրա։ Այդ օրերն ավարտվել են։ Եվրոպական առաջնորդները պետք է փորձեն դանդաղեցնել տրանսատլանտյան դաշինքի քայքայումը, բայց նրանք նաև պետք է պատրաստվեն այն օրվան, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը այլևս գոյություն չի ունենա, նշվում է հրատարակության մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը։ Իրանը ցանկանում է խոսել, եւ մենք կխոսենք, ասել է նախագահը Դավոսում խաղաղության խորհրդի ստեղծման արարողության ժամանակ։ Խոսելով 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման մասին, ամերիկացի առաջնորդը պնդել է, որ Իսլամական Հանրապետությունը 2 ամիս հեռու էր միջուկային զենք մշակելուց։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր ԱՄՆ-ի հետ հավասար հիմունքներով բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Դավոսում հայտարարել է, որ հետմիջուկային երկրորդ համաշխարհային կարգը ավարտվել է, ինչը մեծ արժեքավոր ազդակ է գլոբալ դիվանագիտության համար։ Վերջինս առաջարկել է առավել կենտրոնացված դեր միջին պետությունների համար, ԱՄՆ-ից անկախ։ Կանադայի մոտեցումը խարիզմատիկ ոճով ընդգծում է էկոնոմիկ եւ անվտանգության բազմակողմանի համագործակցություն Եվրոպայի եւ Ասիայի հետ։ Սա ցույց է տալիս մի հատված ուժերի աճող ձգտումը ԱՄՆ-ից անկախ քաղաքական ուղու։ Խոսքը մի կարևոր ռազմավարական երթման մասին է, որը կարող է ազդել աշխարհաքաղաքական բալանսների վրա։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում հունվարի 24-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 23-ի առավոտյան ժամերին եւ ցերեկը սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 24-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք ցածր հորիզոնական տեսանելիություն, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, հունվարի 23-ից 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-ից 6, հունվարի 24-ից 25-ին աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։